Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվում է և սյուժեն մտնում է ամենավտանգավոր ու լարված փուլերից մեկը: Այն պահը, երբ Լանան վերջապես խոստովանում է, որ հենց ինքն է վերցրել Արշակի գումարը, դառնում է բեկումնային: Արշակը երկար ժամանակ փորձում էր հավատալ, որ ինչ-որ թյուրիմացություն կա, որ ամեն ինչ կարելի է բացատրել: Բայց Լանայի խոստովանությունից հետո նա այլևս ընտրություն չունի, վստահությունը կոտրվել է: Նա սառնասրտորեն, բայց ցավով Լանային մեկ ժամ ժամանակ է տալիս տունը լքելու համար: Այդ որոշման մեջ կա և վիրավորված տղամարդու արժանապատվություն, և հոր վախ իր երեխաների անվտանգության համար: Լանան հասկանում է, որ ամեն ինչ կորցնում է: Նա հանդիպում է Կարենին ու փորձում վերջին անգամ զգուշացնել նրան, ասում, որ եթե նա փորձի մոտենալ Արշակի ընտանիքին, ինքը կգնա մինչև վերջ ու կպայքարի նրա դեմ: Բայց Կարենն այլ մարդ է: Նա չի վախենում սպառնալիքներից, ավելին, պարզվում է, որ նա արդեն իսկ վերահսկում է իրավիճակը: Նա հայտնվում է Լանայի գլխավերևում, սառն ու հաշվենկատ ու առաջին հարցը, որ տալիս է, արդյոք գումարը այդ տանից իր հետ բերե՞լ է: Այդ պահից ակնհայտ է դառնում, որ Կարենի համար ոչ սեր կա, ոչ խղճահարություն, կա միայն շահ ու վերահսկողություն: Միևնույն ժամանակ առավել անհասկանալի ու մտահոգիչ է Մագդայի պահվածքը: Նա խնդրում է Կարենին, որ իրենների առաջարկում է կրկին հանդիպել: Ինչու է նա գնում այդ քայլին, երբ արդեն տեսել է Կարենի վտանգավոր բնույթը: Հնարավոր է Մագդան փորձում էր ժամանակ շահել, փորձել ներսից ինչ-որ բան պարզել կամ կանխել ավելի մեծ վտանգը: Կամ գուցե նա դեռ չի կարողանում հավատալ, որ մարդը, ում նկատմամբ զգացմունքներ ուներ, իրականում այդքան դաժան է: Հնարավոր է նա նաև փորձում է ազատվել Նորոյի հանդեպ սիրուց ու իրեն տղամարդ է փնտրում, որպեսզի կարողանա Նորոյին մոռանալ ու շարունակել ապրել: Դեռ հայտնի չէ Մագդայի նպատակները: Ընդամենը մի քանի ժամից ամեն ինչ պարզ կլինի: Նկարահանումներից հրապարակված կադրերը ցնցող են: Կարենը ծեծի է ենթարկում Լանային: Լանան հայտնվում է ծանր վիճակում, գլխի վիրակապով, հազիվ քայլելով փորձում է փախչել: Այդ տեսարանը ցույց է տալիս, որ Կարենը կորցրել է ցանկացած սահման, նա այլևս չի թաքցնում իր իրական դեմքը: Հիմա հարցը միայն մեկն է՝ կհասցնի՞ Կարենը վնասել Մագդային: Արդյոք Մագդան կհասկանա, որ իր հանդիպման որոշումը կարող է ճակատագրական լինել: Արշակը դեռ ամբողջությամբ չի պատկերացնում վտանգի չափը, բայց երբ ճշմարտությունը բացահայտվի, նա կանգ չի առնի: Սերիալը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել վստահությունը սխալ մարդու հանդեպ: Երբ անցյալի գաղտնիքներն ու վրեժը խառնվում են իրար, զոհեր միշտ լինում են: Առաջիկա սերիաներում սպասվում են լարված բախումներ, հնարավոր առևանգումներ, բացահայտումներ և իհարկե ճակատագրական որոշումներ: Ուրիշի ընտանիքը շարունակում է մնալ ամենաինտրիգային նախագծերից մեկը, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է փոխել հերոսների կյանքը անդառնալիորեն: Ամենավտանգավոր պահերը դեռ առջևում են: Սյուժեն էլ ավելի է խտանում, երբ Լալայի նկատմամբ բռնությունը դառնում է բացահայտ: Նա վիրակապված ու կոտրված հասկանում է, որ այլևս լռելու իրավունք չունի: Եթե մինչ այդ փորձում էր միայնակ լուծել ամեն ինչ, մտածելով, թե կպաշտպանի Մագդային ու Արևին, այժմ գիտակցում է, որ Կարենը կանգ չի առնի: Նրա նպատակը միայն գումարը չէ: Նա ուզում է վերահսկել, վրեժ լուծել ու քանդել Արշակի կյանքը ներսից: Լանայի վիճակը ծանր է ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեբանորեն: Նա հասկանում է, որ տարիներ շարունակ սխալ ընտրությունների շղթան իրեն հասցրել է այս կետին: Բայց ամենամեծ վախը Մագդայի համար է: Եթե ճշմարտությունը բացահայտվի սխալ պահին, Մագդան կարող է ոչ միայն հոգեպես կոտրվել, այլև իրական վտանգի մեջ հայտնվել: Մինչդեռ Մագդան շարունակում է երկմտել: Նրա ներսում պայքար է ընթանում զգացմունքների ու բանականության միջև: Կարենը հմուտ մանիպուլյատոր է: Նա խոսում է այնպես, որ Մագդան սկսում է կասկածել նույնիսկ սեփական հիշողություններին: Հնարավոր է նա Մագդային պատմում է իր տարբերակն անցյալի մասին, փորձում ներկայացնել Լանային որպես մեղավոր, իրեն՝ որպես զոհ: Եվ հենց այդ խառնաշփոթի մեջ է, որ Մագդան սխալ քայլ է անում, համաձայնվելով հերթական հանդիպմանը:
Արշակը զգալով վտանգը սկսում է ավելի ուշադիր հետևել իրավիճակին, նա արդեն կորցրել է վստահությունը Լանայի հանդեպ, բայց միևնույն ժամանակ չի կարող անտարբեր լինել, նրա մեջ խոսում է և տղամարդը, և հայրը, նա հասկանում է, որ եթե Կարենը վտանգավոր է Լանայի համար, ապա վաղ թե ուշ կդառնա վտանգ նաև Մագդայի ու Արևի համար։ Նորոն ևս չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, նա գիտի, թե ինչ տեսել է, ինչպես է Կարենը Արևի ներկայությամբ քաշքշել Լանային, ինչպես է հետևել Մագդային, այդ հիշողությունները հանգիստ չեն տալիս նրան, Նորոն սկսում է սեփական հետաքննությունը, փորձելով գտնել Կարենի թույլ տեղերը, բայց այդ ճանապարհը վտանգավոր է, Կարենն այն մարդը չէ, ով ներելու է միջամտությունը։ Սյուժեի ամենախոր շերտը մնում է հարաբերությունների ճգնաժամը, վստահությունը փշրվել է բոլորի միջև, Լանան այլևս տեղ չունի Արշակի տանը, Մագդան կասկածում է բոլորին, Արշակը չի կարողանում հասկանալ ում հավատա, իսկ Կարենը օգտվում է այդ քաոսից։ Հնարավոր է, որ առաջիկայում բացահայտվի ամենամեծ գաղտնիքը Լանայի ու Մագդայի իրական կապը։ Եթե Մագդան իմանա, որ Լանան իր մայրն է, ամեն ինչ կարող է շրջվել։ Այդ բացահայտումը կարող է կամ միավորել նրանց, կամ վերջնականապես քանդել Մագդայի հոգեբանական հավասարակշռությունը։ Ուրիշի ընտանիքը հիմա հասել է այն կետին, որտեղ յուրաքանչյուր դրվագ ավարտվում է հարցականով. ով է իրական զոհը, ով մանիպուլյատորը, և ամենակարևորը, կհասցնեն արդյոք Նորոն ու Արշակը փրկել Մագդային, թե ուշ կլինի։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ ամենամեծ պայթյունը դեռ առջևում է։